անցավորների մասին քաղաքական իմաստով այս դեպքում եւ միշտ վերջում ելույթի վերջում ուզում ես ասես ողորմի անցավորներին, չնայած որ քաղաքականապես վաղուց անցավորներ են։ Եվ գիտեք, դա ինչ որ իմաստով, ոչ միայն ինչ որ իմաստով, այլ շատ ուղիղ քաղաքական պատասխանատվության կամ ավելի ճիշտ քաղաքական անպատասխանատվության մասին է։ Որովհետև քաղաքական ուժը երբ որ գալիս է եւ այսպես խրոխտ դատողություններ ու քաղաքական հայտարարություններ է անում, նաեւ պիտի խիզախություն ունենա, նստի տեղի եւ սպասի միջև են պահի, երբ որ նաեւ գգա այդ պատասխանի ժամը։ Բայց քանի որ մեր ընդդիմությունը ամեն անգամ եւ բոլոր դրվագներում թողել ու փախել է, թողել ու փախել է սեփական պատասխանատվությունից, խրամատներից, աթոռներից, ամենուր թողել եւ փախել է, հետեւաբար ընդդիմության մասին, այսինքն այլ կերպ հնարավոր չէ արտահայտվել։ Եվ ես ուզում եմ այս թեմայի շարունակության համատեքստում մի բան ասել։ Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ ասում էր, որ չափազանց կարևոր մարմին է Վճռաբեկ դատարանը եւ դատարանի դատավորների ընտրությունը։ Ես ուզում եմ ասել, սիրելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ, որ խորհրդարանական ընդդիմությունը եւ Արծվիկ Մինասյանի խմբակցությունը այդ չափազանց կարևոր մարմնի դատավորների ընտրության 80%-ից ավելի ինչի մասնակցել։ Բայց այդ չափազանց կարևոր է, ոչ չեք մասնակցում։ Դուք բոլոր կարևոր բաներին եք ձեզ վերաբերվում, հա։ Ձեր կողմից կարևոր հռչակված նաեւ պետությանը, նաեւ Ղարաբաղին, բանակին, մարդկանց, ժողովրդավարությանը, բոլոր կարևոր բաներին, որոնք որ դուք ասում եք կարևոր է, այդպես եք վերաբերվում։ Որտեղ որ դուք քյար չունեք, մեջը փող չկա, մեջը գույք չկա, որի ապօրինի բաներով հիմա ասնում են ձեզանից շատերը, տենց եք վերաբերվում։ Բա 80% ինչ եք մասնակցել։ Արծվիկ Մինասյանը խոսում է սահմանադրական արդարադատությունից, մեջբերում է սահմանադրական դատանի վճիռները եւ այլն։ Մի հատ վճիռի մասին էլ ասեմ։ Այսինքն սահմանադրական դատանի հայտնած կարծիքի մասին գրավոր ընդ որում իրենց դիմումի հիման վրա։ Դիմել էին սահմանադրական դատարան, ազգային ժողովի բաների, հանձնաժողովների, նախագահների, ազգային ժողովի փոխոսնակի, պաշտոնների վերաբերյալ եւ սահմանադրական դատարանը կարծիք էր հայտնել, որ դուք պիտի գնաք եւ պիտի առաջադրվեք եւ պիտի ստանձնեք ձեզ հասանելիք, տոնտի բանաձևով ձեզ հասանելիք հանձնաժողովների պաշտոնները։ Ասել էր դա ձեր իրավունքը չի, որ դուք որոշեք ոնց անեք։ Դա ձեր պարտականությունն է, կգնաք խելոք կվերցնեք, որովհետև ժողովուրդը երբ որ ձեզ այսքան ձեն է տվել, ժողովուրդը ձեզ ասել է կգնաք նաև այդ պաշտոնները կվերցնեք ու կծառայեք։ Բայց եթե սահմանադրական արդարադատությունն այդքան ձեր համար կարևոր է, եթե այդքան սահմանադրական դատանի վճիռները կարևոր են, բա եկեք բան արեք ձեր պարտականությունները կատարեք, խեք պարազիտացել այս պետության եւ հարկատուների հաշվին։ Աշխատավարձը ստանում եք, գործը չեք անում, հիմա էլ, ստեղ ուր եք։ Սրա ախր դասական ապացույց է, որ ձեր ասածների մեջ կշիռ չկա, ձեր բառերը ուղղակի բան չունեն, կշիռ չունեն, ժողովուրդ ջան, դրա համար էլ այստեղ չեք։ Աննա Գրիգորյանը ասում է, այդ խոսել է այդ գյուլելու եւ մնացած բաների մասին, ասում է, բայց գյուլելու գործընթաց չկա, չէ՞։ Բայց գյուլելու գործընթաց չկա։ Այսինքն չի հաջողվել գյուլել, ինչ եք ուզում այդ ժողովուրդ ջան։ Հիմա եկեք մի պահ մտովի պատկերացնենք, հետ գնանք 1999 թվական։ Եվ օրինակ Աննա Գրիգորյան չնայած այն ժամանակ կամ ծնված չէր կամ նոր էր ծնվել, ենթադրենք Աննա Գրիգորյանը այդ ժամանակ պատգամավոր է եւ Նայիրի Հունանյանի ուրեմն ահաբեկչական խմբավորում, հիշեցնեմ, որ Նայիրի Հունանյանը նախկին դաշնակցական էր, իսկ դաշնակցականները նախկին չեն լինում, դա էլ հիշեցնեմ։ Եվ օրինակ Աննա Գրիգորյանը գալիս եւ ասում է, պատկերացնենք, որ կանխարգելվել է ահաբեկչությունը։ Աննա Գրիգորյանը գալիս ասում է, բայց չեն գյուլել, չէ՞։ Բայց գյուլելու գործընթաց չի եղել, ժողովուրդ ջան։ Նայիրի Հունանյանն էլ կասեր քաղաքական բանտարկյալ է։ Արծվիկ Մինասյանն էլ կգար կասեր, որ այո, բոլոր քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատ արձակել։ Էլինար Վարդանյանը կգար եւ կկարդար բոլոր բաների ահաբեկիչների անունները եւ կասեր, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են։ Պրոբլեմը ժողովուրդ ջան, ձեր գիտեք որն է։ Պրոբլեմն է, որ չի հաջողվել այդ ահաբեկչությունը։ Պրոբլեմն է, որ 99 թվի ահաբեկչությունը հաջողվել է։ Դրա համար չեք ասում Նայիրի Հունանյանը քաղբանտարկյալ է, բայց ուրիշ բան եք ասում, հեսա կասեմ։ Իսկ սա չի հաջողվել։ Դրա համար ասում եք իրանք քաղբանտարկյալ են։ Բայց օրինակ ձեր վարչապետի նախկին տեխնացուն ասում էր, որ Նայիրի Հունանյանն ենք բան են։ Մի խումբ ռոմանտիկներ են։ Չէ, էդ էր, չէ։ Ձեր վարչապետի տեխնացուներ ասում, որ Նայիրի Հունանյանի մասին ասում էր մի խումբ ռոմանտիկներ։ Հիմա էլ ձեր ահաբեկչական խմբավորման աջակից կամ չգիտեմ ներգրաված մարդկանցից մեկն էլ ասում է դա պիտի լինի լուսավորչական դիկտատուրա։ Ռոմանտիզմից դեպի լուսավորչական դիկտատուրա, հասկանում եք։ Այսինքն
սա է բանի, դուք մոռանում եք ձեր քաղաքական ռեզյումեն ախր, պարոն Մինասյան, հարգելի գործընկերներ, ասենք եթե պատկերացնենք դուք գնացել եք որպես քաղաքական ուժ աշխատանքի ընդունվելու եւ ձեզ ասում են, որոնք են ձեր ուժեղ կողմերը։ Դուք կարող հանգիստ ասեք, դե մեր ուժեղ կողմերը կարող են կազմակերպել ահաբեկչություն, օրինակ 99 թվականի հոկտեմբերի 27-ը։ Կարող են գյուլել մարդկանց վրա եւ սպանել 2008 թվականի մարտի 1-ը։ Կարան ասեն, իսկ որոնք են ձեր անհաջողությունները, թույլ կողմերը, կարեք ասեք, դե օրինակ ասենք փորձեցինք եւ չկարողացանք նոյեմբերի 9-ին կազմակերպել ահաբեկչություն։ Փորձեցինք հարձակվել ազգային ժողովի վրա հունիսի 12-ին, բայց չստացվեց։ Իդեպ նույն Սրբազանի գլխավորությամբ, որին դուք այսօր բան եք անում։ Փորձեցինք ահաբեկչություն կազմակերպել, չգիտեմ, բաներ ավտոբուսների վրա, բաներ լցնել, հրավառ տարբեր, էդ էլ չստացվեց։ Պրոբլեմը այն է, որ այն դեպքում ստացվել է, այս դեպքում չի ստացվել, ժողովուրդ, դուք դրա համար այս դեպքում ասում եք, որ իրենք քաղաքական բանտարկյալներ են։ Բանի մասին, Աջապահյանի մասին, որ ասում եք բանը, ասում եք անկախ նրանից, թե ինքը ինչ ասել, մենք նրա հետ ենք, որովհետև այո, մեզ կարող եք քննադատել, չէ, Ժորժ ջան, պարզ բան կա։ Այն ժամանակ դրսում էր, հարցազրույց էր տալի ձեզ, դրսում էր հարցազրույց էր տալիս, քննադատում էր Ռոբերտ Քոչարյանին, հարցազրույցը չէիք տեղադրում։ Հիմա քանի որ բանտում է, գնա մերի արիս իրեմ տպա բանով է, դուք օգտագործում եք Միքայել Աջապահյանին։ Օգտագործում եք Միքայել Աջապահյանին եւ մյուսներին, որոնց որ հիմա ասում եք, այ հիմա իրենք իսկապես սրբազաներ հարցազրույցը տեղադրեիք։ Քիչ եք տեղադրել այդ հարցազրույցները։ Կամ երեկվանից ասում են դատավորներին հարցնում են, ասում են, ինչպես եք դուք գնահատում ձեր ռեյտինգը։ Հետո ես օրինակ չգիտեի դրա մասին, այդ ինչ անհեթեթություն է։ Ասենք բան, մի խումբ փաստաբաններ, ինչ որ երևի կայք են ստեղծել կամ չգիտեմ ինչ են արել, ու ասենք կարող եք գիտեք էս Yandex-ի են բանն է, որ գնահատում են վարորդներին։ Ասենք եւ բանը գնահատում են դատավորներին, հետո բարձա չէ փաստաբանների մի մասը ովքեր են։ Այդ փաստաբանների մի մասը, չեմ ասում բոլորը, հանկարծ բան չանեք, նորմալ մարդիկ կան։ Բայց առնվազն մի մասը, պարոն Մինասյան, ձեր կցորդներն են, քաղաքական ակտիվիստներ են այդ մարդիկ, պարզը մտնում են այնտեղ գնահատականներ են տալի, այս մարդկանց մեծ մասը չգիտի էլ այդ գնահատականների մասին, որովհետև իրենք իրենց գործով են զբաղվում։ Հետո այդ գնահատականները պարոն Մինասյանը եւ իրենց գործընկերները վերցնում են, գալիս են ասում են, այ տեսեք, ձեր ռեյտինգը ցածր է, դուք ո՞նց եք եկել։ Շորժ ջան, բա ձեր ռեյտինգը ինչքան է։ Բա ձեր ռեյտինգը ինչքան է, հարգելի ընդդիմություն եւ պարոն Մինասյան, վերջին մոհիկաննեիք հետ եկաք, շնորհակալություն։ Բա ձեր ռեյտինգը ինչքա, ձեր ռեյտինգն էլ բանից Արագածի գագաթից չի իջնում, հա։ Բա դուք եթե ռեյտինգից ես դիտավորյալ եմ ասում Արագած։ Որտեվ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագածի գագաթն է, 4090։ Բա ժողովուրդ ջան, բա ձեր ռեյտինգը ուր է, եթե տենց նայենք, դուք ազգային ժողովի շենքին 100 մետրից մոտիկ չպետք է մոտ գայիք։ Եկել եք ստեղ խոսում եք հուշք ու բաներից եւ այլն, բայց ռեյտինգը 2-3%-ը, չգիտեմ ինչքան է։ Ռեյտինգից ենք խոսում։ Պարզա չէ, որ քաղաքականացված մարդիկ մտնում են, այս մարդկանց գնահատում են, հետո դուք վերցնում եք, բերում եք այստեղ սարքում եք մատի փաթաթան։ Մի հատ ուրիշ աբսուրդ, ինձ թվում է, պարոն Մինասյան, պարոն Եղան, ինձ թվում է, որ դուք ձեր խմբակցությունը, ձեր ղեկավարները, ձեր քաղաքական թիմը, ասենք կյանքը 360 աստիճանի տակ չեք ապրում, էլի, ասենց ընդհանուր չեք ապրում, կլոր չի ձեր կյանքը, ասենք դուք ոնց որ 90 աստիճանի տակ եք ապրում, կիսատ է ձեր կյանքը, ասենք կիսատ եք ապրում, դա միայն ձեր, ասենք ինչ որ դուք ուզում եք տեսնել, դա եք տեսնում։ Եվ դրանով դուք եզրակացություն եք անում ամբողջ աշխարհի վրա, այդ 360-ի վրա եք, էլի բանը։ Ասում եք Արմեն Դանելյանը ձեր սրտի դատավորն է։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Դանելյան։ Բայց եթե ես չեմ սխալվում, պարոն Դանելյանը Վճռաբեկ դատանի դատավորների թեկնածուներից ամենաշատ առաջադրված թեկնածուն է, կամ ամենաշատերից մեկն է։ Եթե չեմ սխալվում, 4-րդ կամ 5-րդ անգամ է բարձրագույն դատական խորհուրդը պարոն Դանելյանին առաջադրում։ Բա պարոն Մինասյան, եթե մեր սրտի դատավորն է, բախի միջև հիմա պարոն Դանելյանի չի ընտրվել։ Արա, այդ եմ ասում, դուք այդ քանի որ 90 աստիճանի տակ եք ապրում, դուք մենակ տենում եք առաջադրվել է, բայց չեք տենում, որ այս մարդը քանի անգամ առաջադրվել է։ Եթե տենց ստացվի, եթե տենց է որ մեր սրտի դա, այն մեկն էլ ասում է, դուք առաջ եք տալիս Արմեն Դանելյանին։ Առաջ եք տալիս Արմեն Դանելյանը, եթե տենց լիներ Արմեն Դանելյանը վաղուց մի 4 անգամն էլ ընտրված կլիներ, ժողովուրդ ջան։ Այդ նշանակում է, որ այնուամենայնիվ ձեր այդ բանից դուրս, ձեր քարանձավից դուրս ուրիշ աշխարհ կա, եւ այդ աշխարհում ուրիշ կանոններ են գործում։ Նշանակում է, որ եղել են այլ տեխնացուներ եւ այն անգամ ընտրվել են այն տեխնացուները։ Այս անգամ կարող է այլ տեխնացու ընտրվի։
Սպասեք կտեսնեք։ Պարոն, Իրականում ասելիքները շատ կար, բայց ամեն անգամ երբ որ հաստա ինչ էի գրել, Մազապուրց ֆեմիդաների խմբակցություն։ Այդ գրել